Դերասանուհի Ռոզա Դավթյանն արդեն վերադարձել է իր հիշարժան և հագեցած մեղրամսից։ Դերասանուհին ամուսնու հետ իրենց սիրո առաջին հանգիստն անցկացրել էր Դուբայում, մի վայր, որտեղ արևը, շքեղությունը և ժամանակակից հարմարությունները միախառնվում են առեղծվածային մշակույթի և անապատային հմայքի հետ։ Ռոզան իրենց ճամփորդության ընթացքում ակտիվ էր նաև համացանցում, պարբերաբար կիսվելով լուսանկարներով և կարճ տեսանյութերով, որոնցում երևում էր ոչ միայն վայրի գեղեցկությունը, այլև զույգի անկեղծ երջանկությունը։ Նրանք միասին այցելել էին Դուբայի հայտնի տեսարժան վայրերը՝ Բուրջ Խալիֆա, Դուբայի առևտրի կենտրոններ, ծովափ և այլ հետաքրքիր կետեր։ Հետևորդները մեծ ոգևորությամբ էին հետևում Ռոզայի գրառումներին, հիանում նրա բնական տեսքով, նուրբ ոճով, ինչպես նաև զույգի փոխադարձ սիրո և հարգանքի անկեղծ արտացոլմամբ։ Ռոզան կարծես կարողանում է փոխանցել ոչ միայն գեղեցիկ նկարներ, այլև մթնոլորտ, ցուցադրելով, թե ինչքան կարևոր է սիրվել, ապրել պահով ու գնահատել ամեն վայրկյանը։ Սակայն որքան էլ հանգիստը լիներ հիասքանչ, ժամանակն էր վերադառնալու առօրյային։ Ռոզան նորից վերադարձել է իր սիրելի աշխատանքին՝ «Վերջին զանգը» հեռուստասերիալի նկարահանման հրապարակ։ Նրա վերադարձին ոչ միայն համացանցում, այլև հեռուստադիտողների շրջանում սպասում էին մեծ անհամբերությամբ, քանի որ Անգելինայի կերպարը, որին նա մարմնավորում է, դարձել է սերիալի առանցքային ու սիրված կերպարներից մեկը։ Անգելինան հեռուստադիտողի համար պարզապես հերոսուհի չէ, նա դարձել է հույզերի, ուժի, խոցելիության և սիրային հետաքրքիր պատմությունների խորհրդանիշ։ Ռոզան կերպարին փոխանցում է այնպիսի կենսունակություն ու իրականություն, որ շատ հաճախ հեռուստադիտողները մոռանում են, որ դիտում են սերիալ։ Անգելինան վերջին սերիաներում շատ դժվար ժամանակներ է անցնում՝ առողջական խնդիրներ, անձնական կոտրվածքներ, ընտանեկան խռովություններ, մի ամբողջ հույզերի փոթորիկ, որում Ռոզան խաղում է ցնցող վարպետությամբ։ Նրա վերադառնալը նաև նշան է այն բանի, որ հարսանիքը և մեղրամիսը չեն խոչընդոտում դերասանուհու աշխատանքին, այլ ընդհակառակը, նոր ուժ և ներշնչում են տվել։ Ռոզան բազմիցս նշել է, որ դերասան լինելն իր կոչումն է և ամուսնությունը չի կարող կանգնեցնել իրեն սիրելի գործից։ Նրա նվիրվածությունը, աշխատասիրությունն ու պրոֆեսիոնալիզմը արդեն դարձել են օրինակ շատերի համար, հատկապես երիտասարդ դերասանուհիների շրջանում։ Նա կարողանում է համատեղել անձնական երջանկությունը և ստեղծագործական կյանքն այնպիսի հավասարակշռությամբ, որ իրեն հաջողվում է հավատարիմ մնալ երկու դերին՝ և որպես կին, և որպես պրոֆեսիոնալ դերասան։ Այս պահին հեռուստադիտողները ոգևորված սպասում են «Վերջին զանգը» հեռուստասերիալի նոր սերիաներին, տեսնելու, թե ինչպես կզարգանա Անգելինայի պատմությունը և ինչ նոր շրջադարձեր է պատրաստել սցենարիստը։ Իսկ Ռոզայի վերադարձը նկարահանումներին բոլորին վստահեցրեց՝ Անգելինան շարունակելու է ապրել էկրանին, իսկ Ռոզան փայլել իր դերասանական տաղանդով։ Ռոզա Դավթյանի վերադարձը նկարահանման հրապարակ թերևս առավել զգացմունքային էր հենց իր համար։ Նա հաճախ է շեշտում, որ նկարահանման հրապարակը դարձել է իր երկրորդ տունը՝ լի հույզերով, հիշողություններով և սիրելի գործընկերներով։ Հարսանիքից և մեղրամսից հետո, երբ շատերը ժամանակ են վերցնում հանգստանալու, ընտանեկան կյանքին նվիրվելու համար, Ռոզան առանց վարանելու վերադարձավ աշխատանքի, ինչը վկայում է նրա անմնացորդ նվիրումն իր մասնագիտությանը։ Նրա թիմակիցները, սերիալում նկարահանվող մյուս դերասանները, նկարահանող խումբը և անգամ ռեժիսորը մեծ ուրախությամբ են ընդունել Ռոզայի վերադարձը։ Շատերն են նշել, որ նկարահանման ընթացքն իսկապես զգաց նրա բացակայությունը, քանի որ Ռոզան ոչ միայն լավ դերասանուհի է, այլ նաև թիմային ոգու կրող։ Նրա ներկայությունն ապահովում է ջերմ մթնոլորտ, աշխույժ երկխոսություններ և ստեղծագործական ներշնչանք։ Հիմա, երբ Ռոզան կրկին լիովին ներգրավված է նախագծում, հեռուստադիտողները սպասում են նոր սցենարային շրջադարձերի։ Անգելինայի կերպարի զարգացումը, որն արդեն իսկ հարուստ է դրամատիկ լարումով, սիրով ու պայքարով, խոստանում է դառնալ էլ ավելի խորը և հուզիչ։ Մեծ հավանականությամբ սերիալի ստեղծագործական խումբը կշարունակի օգտագործել Ռոզայի դերասանական ուժեղ կողմերը, նրան վստահելով բարդ ու բազմաշերտ սյուժեներ, որոնք կմնան հեռուստադիտողի սրտում երկար ժամանակ։ Միևնույն ժամանակ, Ռոզան շարունակում է մնալ սոցիալական հարթակներում ակտիվ, պարբերաբար
շփվելով իր հետևորդների հետ։ Նա շնորհակալ է այն սիրո, աջակցության և բարի խոսքերի համար, որ ստացել է թե հարսանիքից առաջ և թե հետո։ Նա հաճախ է պատասխանում երկրպագուների հարցերին, կիսվելով նկարահանման կադրերով, ինչպես նաև ցուցադրել իր անձնական կյանքի գեղեցիկ պահերը, պահպանելով առողջ հավասարակշռություն հանրայինի և անձնականի միջև։ Ռոզա Դավթյանը դարձել է ոչ միայն սիրված դերասանուհի, այլև այն կերպարը, որը ներկայացնում է ուժեղ, զգացմունքային, ազնիվ ու նպատակասլաց կնոջ կերպարը։ Նա ապրում է այնպիսի կյանքով, որը լի է գեղեցիկով, ցավով, սիրով ու պայքարով։ Եվ թերևս հենց դա է պատճառը, որ նրան այդքան սիրով են ընդունում թե էկրանին և թե իրական կյանքում։ Առաջիկա օրերին և շաբաթներին հեռուստադիտողներին սպասում են նոր հանդիպումներ Անգելինայի հետ՝ մի հերոսուհու, որի ցավն ու պայքարը խաղում է մի դերասանուհի, ով գիտի ինչպես կյանքի բարդ պահերը վերածել արվեստի, իսկ մենք միայն կարող ենք սպասել ու վստահել, որ Ռոզան կրկին կփայլի իր շքեղությամբ։ Դե ինչ գրեք ձեր կարծիքները Անգելինայի կերպարի մասին, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե գրել, թե Վերջին զանգը հեռուստասերիալում որ կերպարին եք ամենաշատը հավանում։